Ամանորի տոնական տրամադրությունն ապահովելու կարևոր մասնիկներից մեկն անկասկած եղևնին է։ Արմլուրը փորձել է պարզել, թե փեթակ տոնավաճառում ինչ արժեն ամանորյա եղևնիները։ Տոնածառների արժեքները կախված է ըստ որակի եւ ըստ չափսերի։ Սկսվում է ամենամատչելի տարբերակը 10.900 դրամից։ Տեսականին տարբեր է, կա թայլանդական եւ կա գերմանական, կա ձյունով, կա կանաչ, ըստ արդեն հաճախորդի ճաշակի եւ ցանկության։ Այս չափսը 240 է, իր բարձրությունը, արժեքը 80.900 դրամ է։ Արդեն իրանց տարբերությունները այս ճյուղերի խտության ու նոսրության հետ է կապված ու բարձրության ցածր լինելու։ Սրա բարձրությունը 270 է, արժեքը 127.900 դրամ է։ Փեթակը մարդաշատ է, իսկ վաճառողները առևտրի տեմպից չեն բողոքում, այլ սպասում են, որ որքան մոտենա ամանորն, այնքան առևտուրն ավելի կաշխուժանա։ Նոր է սկսվում ոնց որ այս ամանորի աժուտաժը, սկսվել է նորմալ է վաճառքը։ Կախված է ըստ ամսվա, մյուս ամիս ինձ թվում է ավելի լավ կլինի վաճառքը։ Եղևնիների արժեքը 10.000 դրամից սկսվում է մինչև 200.000 դրամ եւ ավելի։ Փորձեցինք հետաքրքրվել, թե ինչով պայմանավորված եւ ովքեր են գնում 200.000 դրամ եւ ավելի արժեքով տոնածառներ։ Ըստ ցանկության, այսինքն ըստ տարածքի է կախված տոնածառը, եթե հաճախորդին հարմար է այս բարձրությունը, ինձ թվում է գնի հարցում տենց ինչ որ խնդիր չի լինում։ Բացի եղևնիից ամանորի անբաժան մասն են կազմում նախատոնական թանկացումները, որից փեթակում այդքան էլ չեն դժգոհում։ Գնային փոփոխությունը ոնց որ մի քիչ փոփոխություններ կա դեպի ավելի մատչելի, բայց առևտուրը այս տարիների ընթացքում համեմատած անցյալ տարիների քիչ-քիչ արդեն ավելի նվազում է։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Ճիշտ ասած չեմ կարող ասել։ Գուցե օնլայն խանութները, որ ավելի շատ են օրինակ։ Հնարավոր է ինչ որ նպաստում օնլայն խանութները, այո։ Ձեր առևտրի վատացման է, բայց դե մենք չենք դժգոհում, փառք Աստծո։